Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումնասրված ծրագիրն է։ Հայաստան անկախության հիմքերն Արևմտյան Հայաստանը հարցը Արմենակ Աբրահամյան, Սեբաստիա Շվարցվալդ, հայկական հիշողության ուղին, Քեսապցիների ծածկանունների մշակույթը, Հրանտ Մելիք Շահնազարյան, Արցախը այլևս պետք չի թեզի մասին, 1905-ից 1917 թվականների պատմական դասերը մեյորերին հետի, գերիների հարցում անհամաչափ գործարք Սահակյան, Հրանձինքի սպանության գործը արդարության որոնում, Հարիսա, հայկական խոհանոցի խորհրդանիշը։ Հայաստանը անկախությունը կարելի չի դիտարկել մի օրով սահմանափակված։ Այն սերտորեն կապված Արևմտյան Հայաստանը պատմական, քաղաքական ու իրավական գործընթացների հետ։ 1917-ից 1919 թվականի իրադարձությունները նշանցն տանվեր առաջին համաշխարհային պատերազմին վախտը Ռուսաստանը ճնյանչել Արևմտյան Հայաստանը ինքնորոշման իրավունքը, բայց միաժամանակ Տուսյապերյալուրյան զորքերը հայ ժողովրդին թողնելով առանց պաշտպանության։ Այս պայմաններում հայկական ուժերը փորձել են կազմակերպել ինքնապաշտպանություն ու դիմադրություն, սակայն միջազգային աջակցությունը բացակայել Իսրայել հինչին դերդան, Իլալյան նահանջ ծանր հետևանքները։ Միևնույն ժամանակ Կովկասում տեղի ունեցալ խորքային փոփոխություն է։ Կովկասյան Սեյմի փլուզումանը ետը Վրաստանն Բաքուն հռչական անկախություն, իսկ մայիսի 28-ի հայկական հայտարարությունը ունեցալ չի լիարժեք իրավական ու միջազգային ճնjanչում։ 1918 թվականի Բաթումի պայմանագիրը սահմանափակալ հայկական հնարավորությունները, իսկ պատերազմից հետո Մուդրոսի զինադատարը Փարիզի խաղաղության համաժողովը Թայզաբուլուն Պետրալ Արևմտյան Հայաստանը իրական հարցի քննարկման մեջին։ Այս ամենը վկայում էր Հայաստանը անկախությունը Արևմտյան Հայաստանը հարցը փոխկապակցված են եւ դրանց ուսումնասիրությունը կարևորաթափ պատմության թա ներկա քաղաքական իրավիճակի ըմբռնման հետի։ Դարերի ընթացքում մշակութային հիշողությունը վերանում չէ, այլ փոխակերպվում է։ Այդպիսի օրինակ է Սեբաստիայում նահատակված հայ եպիսկոպոս Սուրբ Վլասի անունը վերը դարեր անց պահպանվել է Գերմանիայի Շվարցվալդ շրջանում գտնվող Սուրբ Բլազեն քաղաքում։ Քաղաքի ու իրան հսկայական տաճարի անունը կյամա Սուրբ Բլազեոսից վերը արևմտյան ավանդույթներում հայտնի է որպես կոկորդի հիվանդությունների հովանավոր։ Քիչ հայտնի է վեր Սուրբ Բլազեոսը նույնացվում է Սուրբ Վլասին է, 4-րդ դարի հայ եպիսկոպոս վերը Սուրբ է համարվում հունցո-հայ առաքելական դել արևելյան ու արևմտյան եկեղեցիներում։ Իրան հիշատակը կենտրոնական Եվրոպայի հասալ միջնադարում բենեդիկտյան վանականների միջոցով, սակայն ժամանակի ընթացքում իրան հայկական ինքնությունը մաղվել է երկրորդ պլան։ Սուբլազենի տաճարի այգում գտնվող ժամանակակից արձանը եւս մեր հետ վկայում է վերես պատմությունը շարունակում է ապրելը։ Սեբաստիայում նահատակված հայ սրբի անունի պահպանությունը Եվրոպայի սրտում հիշեցնում է վեր պատմական ճշմարտությունը լիովին կորչում չի, ու մեր պարտականությունն է վերականգնել այդ հիշողության ամբողջական ու իսկական պատկերը։ Քեսապ առանձնանում է համուրան բնությունով ու պատմությունով համել մարդկանց նկատմամբ ձևավորված յուրահատուկ վերաբերմունքավերի կարևոր դրսևորումներ անա ծածկանունների մշակույթը։ Տասնամյակներ շարունակ քեսապցիները միմյանց տվալ մագդիրն է արտացոլելով մարդու արտաքինը, բնավորությունը, մասնագիտությունը կամ կյանքի որևէ դրվագը։ Ծածկանունեն կարին ինեին թա ջերմ ու սրամի թա կծու, սակայն ժամանակի ընթացքում տարան համայնքային հիշողության մաս։ Փայլուն Վահան, Զուրնաչի Վահան, Շաշմինաս, Թուփալմինաս ու նման անունեն մենակ անհատական բնութագրում չնելալ, այլ ամբողջ միջավայրի հոգեբանության արտահայտություն։ Ծածկանունի նլաստանալից նաև վարտագնա աշխատանքից ետեռնողները ըստ աշխատած երկրի կամ քաղաքի։ Ընկլս, Հավր, Սինյոր նման ավանդույթ հլալա նաև մուսալերցիներին կողքին հատուկ տեղոնին սիրով ու հարգանքով տրված անուն են, ինչպես Հայրիկ, Վարդան Շահբազին ու Դայի Վովսյա Սախտաչյանին։ Քեսապցիների ծածկանունները կենթանի մշակութային ժառանգություն, որոնց միջոցով համայնքը պահպանալա իրան ինքնությունը, հիշողությունը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը քննադատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սինգապուրի օրինակին հղված հայտարարությունը, այն համարել է վտանգավոր ուղերձ հասարակությանը։ Յուրանսելավը վարչապետը փաստացի ներկայացնում է, թակ ու ճիր տարածքը ինքնին կարի ապահովել պետσյուր կենսամակարդակ, ու այդ համատեքստում տարածքային պահանջներն ներկայացվում են որպես ավելորդ բեռ։ Մելիք Շահնազարյանի գնահատում է, որ այս մոտեցումը հանգեցնում այն գաղափարին, որ Հայաստանին բավարարա մենակ Երևանն ու մի քանի մարզ, իսկ մնացած տարածքները դիտարկվում են որպես դժբախտ ու անհարգի։ Ինքն ընդգծում է վեր տրամաբանության ոչ միայն Արցախն է ներկայացվում որպես խոչընդոտ, այլև ընդհանրապես տարածքային անվտանգությունը։ Քաղաքագետը սա բնորոշում է որպես իրական Հայաստանագաղափարի վտանգավոր մեկնաբանություն, շտեղի երջանկությունը, անվտանգությունը սահմանափակվում են նվազագույն տարածքով ու նվազագույն պահանջներով։ 1905-ից 1906 թվականների հայ-թաթարական բախումները բացահայտալն ոչ միայն ռազմական, այլև քաղաքական անհավասարակշռություն։ Մինչ հայ հասարակությունը կենտրոնացած այլել ինքնապաշտպանության իրամ, մահմեդական վերնախավը արագորեն կազմակերպվել ու ձևավորել քաղաքական կառույցները, ցանցեր ու արտաքին կապեր։ 1905-ից 1917 թվականներին անցկացված բազմաթիվ համագումարների արդյունքում 1918-ին ստեղծվել Ադրբեջանի Հանրապետությունը հստակ տարածքային հավակնություններով։ Հայկական անկյունը հակառակը կրեց հալչի ձևավորը միասնական քաղաքական կենտրոն մնալ
լավ մասնատված, չնայած մտավոր մեծ ներուժին։ Այդ պատմական փորձը նշանցած անվեր ազգի փրկությունը հնարավոր ամենակ միասնական քաղաքական մտքի ու կենտրոնի միջոցով սոր, այդպիսի կենտրոնը համայն հայության հետի ներկայացում է որպես Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորության վերի շուրջը միավորումը դիտվում է որպես գոյատևման ու հաղթելի անհրաժեշտ պայման։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարում է գերիների զադմու գործարքների միջոցով անընդունելի է ու ճիշտ բանակցությունների դեպքում հնարավոր է վերադարձնել ավելի մեծ թվով հայ գերիներ։ Իրան նշելով թեև 4 գերիների վերադարձը դրական քայլ է, հարցը շարունակում է քաղաքականացվել։ Միևնույն ժամանակ Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել 2 սիրիացի վարձկանների, ինչը Սահակյանը գնահատում է որպես անհամաչափ գործարք։ Իրավապաշտպանը ընդգծում է վարձկանեն ունին ավելի մեծ քաղաքական արժեք, իսկ հայ գերիները ենթարկվել ապօրինի դատավարությունների։ Իրան տվյալ նրա Բաքվում պահվում են ևս 19 հայ գերիներ, հունց նաև ձերբակալված Կարեն Ավանեսյանը մինչդեռ գերիների հարցը շարունակում է օգտագործվել որպես քաղաքական ճնշման գործիք։ Հրանտ Զինքին սպանությունն 19 տարի է անցկացել, բայց գործի իրական կազմակերպիչներն ու պետական համակարգի հնարավոր պատասխանատվությունը մինչ օրս ամբողջությամբ բացահայտված չեն։ Թեև անմիջական կատարող Օգյուն Սամասթը դատապարտված է, իրան 2023 թվականի ազատ արձակումը թեզա դժգոհություն առաջացրել, իսկ ներկայացված թեզա մեղադրանքը կարճվել է վաղեմության ժամկետի դարդան։ Դինքի ընտանիքի փաստաբան Յուլիա Դևեչիի նշելով պետական պաշտոնյաների մասնակցությունը հիմնական գործը ներկայումս գտնում է Թուրքիայի սահմանադրական դատարանում։ Փաստաբանն պնդում է մի քանի արդարացումներ ու գործերի կարճումներ խախտալն Զինքի կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանության սկզբունքը։ Միաժամանակ շարունակվում են լրացուցիչ դատավարություններ կապված սպանությունը կանխելի, պարտականությունը չկատարելի ու հակասահմանադրական գործունեության մեղադրանքների հետ։ Գործերի մի մասը հասել է Վճռաբեկ դատարան, իսկ որոշ հարցեր ներկայացվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դինքին ընտանիքը հայտարարում է պայքարը արդարության հետ շարունակվելու է մինչև սպանության սաղ հանգամանքների ամբողջական բացահայտումը։ Հայկական կուխնին սերունդների ընթացքում ձևավորել է որպես ոչ միայն սննդի մշակույթ, այլև ազգային ինքնության կարևոր մաս։ Դրա ամենախորհրդանշական ուտեստների ամինը հարիսան է։ Ուտեստ-վերը դարերով ուղեկցել է հայ ժողովրդին, հատկապես սուբծնդյան ու ձմեռային տոնական օրերին։ Հարիսան հայկական խոհանոցում առանձնանում է իրեն պարզությունով, բայց միևնույն ժամանակ խոր խորհրդով։ Այն մարմնավորում է համբերությունը, միասնականությունը ու հավատը վեր կարևոր արժեքներին հայ ժողովրդի կյանքում։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք պատրաստալ ապրիկ ուշադրության հետ, պնդկացիք։